Կյանքը հաճախ մեզ թվում է անկանխատեսելի եւ անհասկանալի։ Մենք կոտրվում ենք, տխրում, կորցնում ենք մարդկանց, հնարավորություններ ու երազանքներ, բայց իրականում ամեն ինչի մեջ թաքնված է մի ավելի մեծ ծրագիր, Աստծո գաղտնի ծրագիրը, որը հաճախ մեր աչքերին տեսանելի չէ։ Երբ մենք կորցնում ենք ինչ-որ մեկին, կամ երբ ինչ-որ մի դուռ փակվում է, մենք հաճախ զայրանում ենք, չենք հասկանում, բայց Աստված տեսնում է այն, ինչ մենք չենք տեսնում։ Բոլոր հեռացող մարդկանց ու կորուստների մեջ նա ստեղծում է տեղ ավելի արժանի, ավելի օգտակար եւ ավելի սիրելի բաների համար։ Մարդիկ երբեմն հարցնում են. ինչու ես տառապում, ինչու ես միայնակ, ինչու չի ստացվում այն, ինչ ցանկանում էիր։ Պատասխանը հաճախ լուռ է ու անուղղակի։ Աստծո ծրագրերը չեն լինում շիտակ եւ ակնհայտ, բայց ժամանակի հետ երբ վերադառնում ենք հետ եւ նայում ենք անցյալին, մենք սկսում ենք տեսնել մի պայծառ, իմաստուն, ձևակերպված պատմություն, որտեղ յուրաքանչյուր կորուստ, ամեն ձախողում եւ յուրաքանչյուր հիասթափություն ունեցել են իրենց պատճառները։ Աստծո գաղտնի ծրագիրն այն է, որ նա մեզ սովորեցնում է համբերություն, վստահություն եւ ներքին ուժ։ Նա հեռացնում է այն, ինչ մեզ չի ծառայում, եւ մեզ մոտ է բերում այն, ինչ իսկապես մեզ համար է։ Երբեմն այն մարդիկ, ովքեր մեզ ցավ են պատճառել, կամ իրավիճակները, որոնք մեզ շփոթեցրել են, պարզապես մաս են նրա մեծ ծրագրի, մեզ պատրաստելու այն օրհնությունների համար, որոնք դեռ առջևում են։ Կյանքի ամենամեծ դասերից մեկը հավատալու այն հանգամանքներին, որոնք մենք չենք հասկանում, որովհետև Աստծո գաղտնի ծրագրերը միշտ նպատակ ունեն, նրանք միշտ հանուն մեր աճի եւ խաղաղության են։ Եվ երբ մենք դա ընդունում ենք, մեր սիրտը դառնում է ավելի հանգիստ, մեր քայլերը ավելի վստահ, եւ մենք սկսում ենք տեսնել լույսը, նույնիսկ ամենամութ պահերին։